Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ մենք սկսում ենք Դարփինյանի ժամը, հիշեցնեմ, սա պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդումն է, ով առաջին խոսափողի մոտ է։ Այս հաղորդումը ձեզ համար Դավիթ Խումարյանն է վարում, ես ով երկրորդ խոսափողի մոտ է։ Բարև ձեզ, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ եւ սիրելի ունկնդիրներ։ Հերթական մեր հանդիպումն է, շաբաթական մեկ անգամ, բայց իրադարձությունները այնքան խիտ են, այնքան արագ, այնքան զարգացող, որ կարծես թե այս մեկ շաբաթվա ընթացքում ուրիշ ժամանակահատվածներում մեկ ամիս, միգուցե մեկ եռամսյա կանցներ։ Պարոն Դարփինյանը առաջարկում է, այս իր խոսքով հաղորդումը դարձնել շաբաթը 2 օր։ Պարոն Դարփինյան, ոնց եք նայում այդ հարցին։ Չէ, հաստատ չեմ հասցնի եւ հաստատ դրա հնարավորություն չունեմ ժամանակային տեսանկյունից, բայց կփորձենք սեղմավորված մեր ունկնդիրներին ներկայացնել այն կարևորը, որը գտնում ենք անհրաժեշտ եւ նպատակահարմար։ Իրականում եւ ներսը եւ դուրսը շատ բան է տեղի ունեցել եւ շատ բան է տեղի ունենում, որն եք դուք առանձնացրել, պարոն Դարփինյան։ Դավիթ, այսօր իմ կարծիքով ժամանակն է եւ պահն է անդրադառնալու այն բոլոր թեզերին, որոնք Փաշինյանի շուրթերից կառավարող մեր ընկերները, կառավարող կուսակցությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը հրամցնում է հասարակությանը։ Ինչու եմ դա կարևորում այս պահին, այս փուլին, որովհետեւ Փաշինյանը արդեն ներկայացրեց անթակույց հավակնությունները խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու իր հավակնությունները եւ այդ մեծամասնություն ձևավորելու համար նա նետել է դաշտ նախաձեռնողական տեսանկյունից, որը անշուշտ գովելի է, որովհետեւ որևէ բան չի թաքցնում։ Մենք այլևս տիրապետում ենք Փաշինյանի եւ տեսական եւ պրակտիկ բոլոր մոտեցումներին, կարելի է ասել, եւ ուրեմն հնարավորություն ունենք դրանց գնահատականը տալ, գնահատել եւ ըստ էության կողմնորոշվել եւ ուղղակի երկրում արդեն կարելի է փաստել, որ սկսվել է ընտրական գործընթացը, անգամ ոչ թե նախընտրական, այլ հենց ընտրական։ Եվ այստեղ նախաձեռնությունը նորից Փաշինյանի կողմն է, որովհետև ներկայացնում է իր թեզերը, ի տարբերություն մնացած ուժերի, որոնք նման հստակություն չեն դրսևորում, ամենայն դեպս կան հակասություններ այդ ներկայացման մեջ, բայց այստեղ մենք Փաշինյանի դեպքում ունենք կուռ ներկայացված թեզերի համակարգ, որոնք ես կբաժանեի իմ կարծիքով 3 մասի այդ թեզերը։ Առաջին խմբում այն թեզերն են, որոնք ոչ միայն վիճելի են, նաև վտանգավոր, այդ թվում նաև վտանգավոր են ոչ միայն երկրի համար, պետության համար, վտանգավոր են հենց Փաշինյանի համար եւ իր կուսակցության վերընտրության համար, վերընտրման տեսանկյունից են վտանգավոր։ Եվ ինչու եմ ես համարում կարևոր այսօր անդրադառնալը, որովհետեւ մեր խնդիրն է այստեղ, քանի որ մենք բացարձակ անաչառ վերլուծությամբ ենք զբաղվում այստեղ եւ չունենք քաղաքական ինքներս որևէ նպատակ, մենք չունենք քաղաքական այս կամ այն ուժին հարելու կամ սատարելու, օգնելու կամ մասնակցելու, մենք ընդհանրապես պիտի ստապ գնահատենք եւ օգնենք մեր հասարակությանը, օգնենք կողմնորոշվել, օբյեկտիվ տեսանկյունից։ Դրա համար ես կբաժանեի Փաշինյանի թեզերը 3 մասի։ Առաջին մասում դա այն թեզերն են, որոնք վտանգ են ներկայացնում պետությանը եւ նաեւ իրեն եւ իր քաղաքական կուսակցությանը, քաղաքական թիմին վերընտրման տեսանկյունից։ Երկրորդ մասում ես կտեսնեի թեզեր, որոնք կիսաճշմարիտ են, կիսաճշմարտություն են ներկայացնում եւ առնվազն կիսատ են, նրանց այդ թեզերը պետք է ուրեմն հավելել եւ բարելավել։ Եվ կան թեզեր, որոնք ընդունելի են, որոնք պետք է ընդունել եւ հիմնվել դրանց վրա հետագա զարգացումը ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ուրեմն քո թույլտվությամբ Դավիթ ջան, ես կանդրադառնամ բոլոր 3 խմբերին եւ կներկայացնեմ իմ տեսակետը այդ թեզերի կապակցությամբ, որոնք են այն մոտեցումները, որոնք իմ կողմից մերժելի են եւ ընդունելի չեն եւ նաեւ վտանգավոր են։ Օրինակ, հետևյալ թեզը. պետությունը ժողովրդի բնակչության
կենսամակարդակի բարելավման համար է ստեղծվում, հա, ստեղծվում է որպեսզի մենք լավ ապրենք, հա, եւ այս թեզից արդեն կա ածանցյալ թեզը, որը բոլոր մեր դպրոցներում, գոնե պետական դպրոցներում այսօր զետեղված է պատերին, լավ սովորիր, որ լավ ապրես։ Իմ կողմից այս թեզը մերժելի է միանգամից, որովհետեւ լավ ապրելը չէ, մեր նպատակը, պետության նպատակը պիտի չլինի լավ ապրելը։ Վերջին հաշվով ցանկացած հայ իր լավ ապրելու մեխանիզմը եւ դրա ձևերը գիտի։ Գոնե մենք գիտենք 7 միլիոն հայ կա աշխարհում, որոնք լավ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, գոնե մուրացկանությամբ չեն զբաղվում, նրանք լավ ապրելու իրենց ձևը գտել են, առանց պետության են գտել։ Մեր պետության մեջ եւս կան մարդիկ, ովքեր գտել են իրենց ձևերը լավ ապրելու եւ նորից առանձնապես առանց պետական մասնակցության կամ առանց պետության մասնակցության։ Պետության խնդիրը պիտի լինի լավ սովորիր, որ լավ հայ դառնաս, որ ճիշտ հայ դառնաս, որ կարողանաս արժանի լինես քո ակունքներին, լավ սովորիր, որ կարողանաս քո ազգային ինքնությունը պաշտպանես, որ կարողանաս քո ազգային պետությանը տեր կանգնես, այլ լավ սովորիր դրա համար, լավ հայ դառնալու համար, այսինքն հայ դառնալը, հայ ինքնությունը պաշտպանելն եմ ես տեսնում պետության հիմնական առաջնային եւ միգուցե միակ նպատակը եւ այսօրվա աշխարհում։ Եվ այդ մնացածը արդեն լավ ապրելու հետ կապված պետության միակ խնդիրը այստեղ օրենսդրական սահմանադրական դաշտը ստեղծել ու պահպանելն է, որպես բոլորը գործեն օրենքով, եւ այդ պարագայում իսկապես նա ով ավելի լավ է պատրաստված, ով ավելի մեծ հմտություններ ունի, ավելի լայն հնարավորություններ կունենա լավ ապրելու, հա, եթե խնդիրը լավ ապրելն է, բայց դա անձնական նպատակ է, նորից եմ կրկնում, դա ամեն մի հայի, ամեն մի ընտանիքի հայրի, ընտանիքի մոր խնդիրն է լավ ապրելը, իր ապահովել եւ իր սերունդների, բայց պետության խնդիրն է լավ հայ դաստիարակել, լավ հայ աշխարհին ներկայացնելը, հայի ինքնությունը առաջ տանելը եւ հայի նշանակությունը, հայի, եթե ուզում ես իմանաս, պետքականությունը աշխարհին ներկայացնելու, սա է մեր պետության խնդիրը, սա պիտի լինի եւ այս իմաստով ես շատ կհորդորեի, որպեսզի հրաժարվեին այս գաղափարից, առավել եւս որ այսօր դա ներդրված է արդեն դպրոցներում, դա սխալ գաղափար է։ Մենք մեր մատաղ սերնդին, մեր դպրոցականներին սխալ ուղղությամբ ենք տանում, եթե մենք շարունակելու ենք այս թեզը, եւ սա վտանգավոր է եւ պետության եւ ազգային ինքնության եւ Փաշինյանի թիմի վերարտադրության համար։ Վտանգավոր թեզ է, ուղղակի զգուշացնում եմ։ Իմ խնդիրն է զգուշացնելը։ Հաջորդը ես կարծում եմ, որ մերժելի է սահմանադրության մեջ, արդեն նոր տեքստի մեջ նորից ամրագրել խորհրդարանական կառավարման համակարգը կողմից եւ ինչու, որովհետեւ այդ համակարգը ցույց է տվել իր բացարձակ անգործունակությունը։ Մենք այսօրվա իրավիճակով կարող ենք փաստել, որ խորհրդարան որպես այդպեսին, որպես հակակշիռ մեր գործադիր իշխանության, մենք չունենք խորհրդարան։ Դա դառնա գործադիրի կցորդը։ Ոչ միայն խորհրդարանը պիտի լինի գաղափարների գեներացման կենտրոն։ Էդ չի հասկանում ես, գոնե լիներ գաղափարների գեներացման կենտրոն։ Դա դարձել է ընդամենը դագիչ։ Իսկ եթե Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը մտադիր են հետագայում եւս ունենալ եւ հասնել սահմանադրական գերակայության, այսինքն խորհրդարանում ներկայացան մեծամասնության, ապա այս համակարգը նորից վերարտադրվելու է փաստորեն գերիշխանության, վարչապետական գերիշխանության համակարգ, առանց համապատասխան հակակշիռների, առանց քաղաքական համակարգի ըստ էության կուսակցական համակարգի ձևավորման, մեր երկրում չկա կուսակցական ձևավորված համակարգ, ցավոք սրտի, եւ սա մեր ամենաթույլ կողմերից է եւ որի վերաբերյալ բոլոր մեր իշխանությունները, բոլոր նախագահները իրենց մեղքի բաժինը ունեն, որովհետեւ ըստ էության ուղղակի ոտնահարել են քաղաքական համակարգը, սևեռվելով անձնական իշխանության ուժեղացման խնդրի վրա։ Եվ ուրեմն երկրորդ հարցը, առավել եւս որ սահմանադրական նոր սահմանադրության տարբերակը այսօր զեկուցվեց Արդարադատության նախարարի կողմից, որ արդեն պատրաստ է տեքստը, բայց իրենք պետք է խմբակցությունում քննարկեն, դրանից հետո նոր ներկայացնեն ժողովրդին եւ այլն, եւ հատուկ շեշտվեց, որ որևէ բան չի փոխվում կառավարման համակարգի տեսանկյունից։ Սերժ Սարգսյանի կոստյումն է, էլի։ Սա ես դա հիմա չգիտեմ ում կոստյումն է, ուրեմն ինձ համար սկզբունքային է մեկ բան։
նախագահական համակարգը ուժեղ խորհրդարանական հակակշռով, դա այն է, եւ պրոֆեսիոնալ կառավարությունով։ Դա այն համակարգն է, որը այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին, եւ իմ զգուշացումը այստեղ կառավարող թիմին կայանում է նրանում, որ այս հարցի հետ կապված, չէ՞ որ նոր սահմանադրության մեջ կա նաեւ հաջորդ կամ կարեւոր կամ ոչ թե հաջորդ, այլ առաջին կամ առաջնային խնդիրը, որը նաեւ մեր միջազգային քաղաքականության հետ է կապված եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման, այդ ուրեմն սահմանադրության տեքստից անկախության հռչակագրի մասին հիշատակումը հանելու մասին է խոսքը, այդ հանումը կարող է չստացվի հենց այս պատճառով, որ շարունակվում է եւ շարունակվելու է փաստորեն այս առանց հակակշիռ միաբևեռ իշխանության առանց քաղաքական համակարգի ձևավորման, կառավարման մի մեխանիզմ, որը չի բերելու ոչ մի լավ բանի եւ մենք տեսնում ենք այսօր ըստ էության ձախողված համակարգ, որովհետեւ նորից եմ կրկնում, մենք չունենք խորհրդարան որպես քաղաքական մտքի գեներացման կենտրոն, մենք չունենք խորհրդարան որպես գործադիրի հակակշիռ, մենք ունենք խորհրդարան առավել եւս համանդրական մեծամասնությամբ, որը ընդամենը դակում է ոչ թե անգամ կառավարության, այլ վարչապետի ասած բառերը, խոսքերը, տեսակետները, ներկայացրած կոնցեպտները, ներկայացրած փաստաթղթերը եւ այլն։ Սա երկրորդն է, որը իմ կողմից անընդունելի է։ Երրորդը վերաբերում է քարտեզին։ Քարտեզը լավ բան է, քարտեզը մեր սրբությունն է, մեր Հայաստանի տարածքը իսկապես պիտի լինի մեր սրբությունը։ Բայց երբ այդ քարտեզը ցուցադրվում է միջազգային ատյաններում, կարծես թե մենք ինչ-որ չափով ուզում ենք արդարանալ, որ մենք այլ հավակնություններ չունենք։ Սա իմ կարծիքով շատ վատ ազդակ է, որ մենք ուղարկում ենք աշխարհին։ Մենք երբևիցե որևէ հավակնություն չենք ունեցել։ Մենք արդարանալու որևէ կարիք չունենք։ Միակ երկիրը աշխարհում, որը մշտապես ներկայացրել է մեզ որպես զավթիչներ, օկուպանտներ եւ որպես այլ տարածքների նկատմամբ հավակնություններ ունեցող, դա Ադրբեջանն է։ Բայց ադրբեջանական թեզը մենք պաշտպանելու իրավունք չունենք։ Եթե մենք իրական Հայաստանի կոնցեպտի մեջ ուրեմն անընդհատ տեղավորում ենք քարտեզը, ներկայացնելով այդ քարտեզը, որ մենք սա ենք, սրանից ավել մեզ պետք չի, դա նշանակում է, որ մենք ունեցել ենք հավակնությունները, զղջում ենք դրա համար եւ արդարանում ենք, որ այլևս չենք ունենալ։ Պարոն Դարբինյան, բայց ինքը տենց էլ ասում է, որ մենք ունեցել ենք հավակնություններ, մենք զղջում ենք դրա համար ու մենք էլ չունենք հավակնություն։ Այսինքն դրա մասին իշխանությունը բառացի է խոսում։ Մենք չենք ունեցել հավակնություններ։ Իհարկե չենք ունեցել, մենք ուրիշի երբեք չենք ուզել։ Աշխարհը չի ընդունել մեր կողմից որպես մեզ չի ընդունել որպես օկուպանտներ, բացարձակ այդպես չէ, այսօր էլ պետք չէ արդարանալ դրա համար, որովհետև մենք չենք գործել ինչ-որ մի գործողություն, որի համար պետք է արդարանալ եւ ամեն անգամ սևեռվել։ Պետք է սևեռվել մեր տարածքի վրա, որովհետև տարածքը մեծամասամբ անտերության է մատնված, հասկանում ես, մեր գյուղերը, համայնքները անտերության են մատնված, ցավոք սրտի մենք 35 տարի վատնել ենք եւ չենք ստեղծել բարգավաճող տարածք։ Իսկապես մենք պետք է սևեռվենք, այո, մեր տարածքի վրա, այո, մեր քարտեզի վրա, սա ճիշտ է, հա, բայց չի կարելի սրան հակադրել այն միտքը, որ սևեռվում ենք միայն մերի վրա, տեսեք, մենք ուրիշ հավակնություններ չունենք, մենք երբեք չենք ունեցել այլ հավակնություններ եւ այդ քարտեզը պետք չի ցույց դնել աշխարհին, դրանով իսկ մեկ անգամ եւս կարծես թե արդարանալ եւ պաշտպանել ադրբեջանական թեզը առայն, որ մենք եղել ենք օկուպանտներ։ Իմ կարծիքով սա վտանգավոր թեզ է եւ վնաս է բերում եւ երկրին եւ Փաշինյանին անձնապես։ Իմ խնդիրն է նախազգուշացնելը։ Հաջորդ թեզը, որը իմ կողմից մերժելի է, դա իհարկե ատոմակայանի փոխարկման թեզն է։ Ատոմակայանը դա ոչ միայն էներգետիկ խնդիր է, ոչ այնքան, որքան դա գեոքաղաքական խնդիր է մեկ։ Ատոմակայանը ոչ միայն գեոքաղաքական խնդիր է, այլ գեոքաղաքականությամբ պայմանավորված տնտեսական խնդիր է։ Եվ ատոմակայանի խնդիրը դա մեր արդյունաբերական համալիրի վերագործարկման, վերականգնման, վերաստեղծման խնդիրն է, կամ այո կամ ոչ։ Եթե մենք մերժում ենք հզոր ատոմակայանի ստեղծումը եւ խոսում ենք ընդամենը գործող ատոմակայանի փոխարկման մասին,
մոդուլային, այսպես ասած, համակարգով, դա նշանակում է, որ մենք մերժում ենք Հայաստանի լուրջ արդյունաբերական զարգացման հեռանկարը։ Խոսքը գնում է քիմիական, նավթաքիմիական, մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասին։ Ի թիվս բարձր տեխնոլոգիաների, ի թիվս արհեստական բանականության, համակարգերի ստեղծման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի, ի թիվս այդ ամեն ինչի մենք պիտի անպայման ունենանք մեր ինդուստրիալ բազան, որի համար մենք անպայման պիտի ունենանք լրացուցիչ հզորություններ եւ անպայման պիտի ունենանք ատոմակայան։ Մենք տեսնում ենք, որ այսօր Շվեդիան, Դանիան, որոնք երբևիցե չեն մտածել ատոմակայանի մասին։ Գերմանիան, որը ուղղակի արգելել էր հետագայում ատոմակայաններ ստեղծել, Շվեյցարիան, որը փակել էր ատոմակայանները, նորից վերագործարկում են, Դանիան եւ Շվեդիան հայտարարել են, որ նրանք ուրեմն պատրաստ են, ցանկանում են եւ սկսում են ատոմակայան կառուցելու իրենց գործընթացները, անգամ եվրոպական երկրները։ Սրան գումարած այն, որ տեսնում ենք ամբողջ աշխարհը եւ հատկապես Միացյալ Նահանգները այսօր մտահոգված են Իրանի կողմից ուրանի հարստացման այդ տեխնոլոգիաներին տիրապետելու կամ չտիրապետելու հարցով, եւ այդ ամեն ինչը նորից սևեռված է ատոմակայանի փաստով, հա, այսինքն գոյություն ունի ատոմակայան, որը ռուսական տեխնոլոգիաներով ստեղծված է եւ Իրանը մեծապես դրանով պայմանավորված նաեւ զբաղվում է իր գիտական եւ ինչու ոչ նաեւ կիրառական տեխնոլոգիաների զարգացմամբ, հա, մենք այդտեղ պիտի կարողանանք, այսինքն մենք պիտի խոսենք ոչ թե ատոմակայանի փոխարկման մասին, այլ փոխլրացման մասին, սա ինձ համար սկզբունքային խնդիր է, որը առնչություն ունի եւ գեոքաղաքականության հետ եւ տնտեսության հետ։ Սա ուրեմն այն թեզերն են, որոնք իմ կողմից համարվում են վտանգավոր եւ ես համարում եմ, որ դա վտանգ է ներկայացնում ոչ միայն երկրին, նաեւ քաղաքական թիմին։ Հաջորդ բլոկը այն թեզերն են, որոնք իմ կարծիքով կիսատ են ներկայացվում, այսինքն կիսաճշմարտություն են, որոնք պետք է փոխլրացնել։ Հետևյալ թեզը օրինակ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու։ Ես չեմ ճանաչում Հայաստանում քաղաքական կուսակցություն կամ թիմ, որը պատրաստ է այսօր հին իմաստով Ղարաբաղյան շարժումը վերականգնել կամ շարունակել։ Այսինքն մենք նման խնդիր չունենք այսօր։ Այսինքն չկա խնդիր, չկա խնդրեմ, որի մասին կարելի է բարձրաձայնել։ Այո, մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, բայց մենք պիտի շարժում ունենանք եւ պետականորեն պաշտպանենք Ղարաբաղում տեղակայված մեր մշակութային արժեքները, մեր ինքնությունը ներկայացնող եւ պիտի թույլ չտանք ալբանացումը մեր կոթողների անցյալ շաբաթ, եթե չեմ սխալվում, Ալլահ շուքյուր Փաշազադեն ալբանական քրիստոնյաների կարծես թե ղեկավարի հետ միասին եղավ Վատիկանում եւ Վատիկանում ստացավ որոշակի փաստագրական ինչ-որ տվյալներ, որոնք վերաբերում էին հայաստանյան, այսինքն հայկական ինքնությանը, մեր կոթողներին, բայց անթակույց կերպով ես տեսնում եմ, որ իրականացվում է այժմ Ադրբեջանի կողմից պետական քաղաքականություն, ալբանացման քաղաքականություն, այն հուշակոթողների, այն մշակութային արժեքների, որոնք մենք ունենք, այսինքն մենք Ղարաբաղյան շարժումը հին իմաստով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն որպես առանձին վարչատարածքային եւ քաղաքական միավոր կամ անգամ որպես ավտոնոմիա, այսօր մենք Ղարաբաղյան շարժումը թարմացնելու կամ շարունակելու տեսական եւ պրակտիկ հնարավորություն չունենք, բայց մենք այսօր չենք կարող մոռացության տալ մեր ազգային ինքնությանը վերաբերող հուշակոթողները, մեր պատմամշակութային արժեքները, մենք պարտավոր ենք դա պաշտպանել եւ պաշտպանել պղծումից դրանց, հա, որը իրականացվում է այսօր ամեն օր, հա, սա առաջին խնդիրն է, մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, բայց պիտի շարունակել այստեղ, միտքը պետք է շարունակել, շարժումը չենք շարունակում, բայց մենք պահանջում ենք, որ համապատասխան վերաբերմունք լինի, նախ հարգանք լինի մեր մշակութային արժեքների նկատմամբ, որովհետև եթե խաղաղության գործընթացը շարունակվելու է, գալու է անպայման այն պահը, երբ մենք հնարավորություն ենք ունենալու այդ կոթողները այցելելու, մեր գերեզմանները այցելելու եւ համապատասխանաբար դրանց նկատմամբ հոգ տանելու, միգուցե համատեղ հոգ տանելու։ Հաջորդ թեզը վերադարձի թեզն է մեր Արցախի հայության,
վերադարձի թեզն է, որը մերժվում է մեր կողմից, միակողմանի է մերժվում, բայց չի ասվում, որ դրա հնարավորությունը չկա։ Մերժում ենք, որովհետև տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացված հայատյաց քաղաքականության արդյունքում ֆիզիկական հնարավորություն չկա այնտեղ ապրելու։ Ոչ թե որտեղ մենք մերժում ենք այդ իրավունքը, մենք չենք կարող մերժել իրավունքը։ Առավել եւս այն պարագայում, երբ Ադրբեջանը իր պետական մակարդակով այդ իրավունքի պաշտպանությանը գնում է, մշտապես չի հրաժարվել այդ իրավունքից, առավել եւս չի հրաժարվել եւ ներկայացնում է ծրագիրը վերաբնակեցման վերադարձի ծրագիրը։ Այսինքն մենք հրաժարվում ենք վերադարձից, մենք ասում ենք, որ մեր Արցախի քույրերը եւ եղբայրները, այսինքն Փաշինյանն է ասում, որ պիտի առհավետ պետք է բնակություն հաստատեն Հայաստանի Հանրապետությունում, բայց չի ասում, թե դա, այսինքն չի շարունակում միտքը պետք է շարունակել։ Այսինքն մենք այսօր չենք դնում վերադարձի խնդիրը ոչ թե որովհետև չկա նման իրավունք կամ մենք չենք ճանաչում կամ մենք ուրանում ենք այդ իրավունքը, այլ որովհետև չկա այդ հնարավորությունը, օբյեկտիվ հնարավորությունը վերադարձի չկա։ Եվ նույնը պիտի պահանջենք նաև ադրբեջանական կողմից, որովհետև մենք չենք կարող այստեղ միակողմանի զիջել այդ իրավունքը այն պարագայում, երբ այդ իրավունքը պաշտպանվում է Ադրբեջանի պետության կողմից։ Դա խնդիր կա, շատ լուրջ խնդիր կա։ Հաջորդ հարցը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը ըստ Փաշինյանի իրավացիորեն պիտի կառավարվի եւ ղեկավարվի մեկ կենտրոնից։ Այո, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պետության արտաքին քաղաքականությունը պիտի վարի կառավարությունը, բնականաբար, եւ կառավարությունն է պատասխանատու արտաքին քաղաքականության բոլոր դրսևորումների համար։ Բայց այստեղ կա սակայն եւ պիտի շարունակել, բայց գոյություն ունի ակադեմիական դիվանագիտություն, խորհրդարանական դիվանագիտություն, հանրային դիվանագիտություն, ուսանողական դիվանագիտություն, մեր դեպքում եկեղեցական դիվանագիտություն, սփյուռքի դիվանագիտություն, տես 6 դիվանագիտություն ես մշակութային դիվանագիտություն խնդրեմ, այսինքն 7, այսինքն կան հնարավորություններ բազմապատկել մեր սպեկտրը արտաքին քաղաքականության, ավելին ասեմ, մենք չպիտի նախատենք նույն եկեղեցուն, որ Արցախի խնդիրը կամ Արցախի վերադարձի խնդիրը բարձրացնում է եկեղեցական միջազգային ատյաններում, այլ հակառակը դա ուժեղացնում է պետության դիրքը։ Պետությունը կարող է ասել, տեսեք, անգամ եկեղեցին է բարձրացնում այս հարցը, բայց մենք չենք բարձրացնում, բայց սա ավելացնում է մեր հնարավորությունները, մեր ճկունությունը։ Կամ նույնը ակադեմիական դիվանագիտությանն է վերաբերում, որի մենք արտահայտությունը տեսանք մեր ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնազրկման ամբողջ process-ի մեջ, երբ պաշտոնազրկումը տեղի ունեցել, որովհետև տնօրենը փոխնախագահ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին նվիրել էր ինչ-որ գրքերի ժողովածու, այդ ունև գիրք, որը որ 1915-ից մինչև 20 թվականները, թե չեմ սխալվում, միգուցե ավել, միգուցե պակաս կարևոր չի, բայց իրադարձությունները, որոնք կապված են ադրբեջանական կամ թուրքական կողմից մեր նկատմամբ դրսևորված վայրագություններին։ Եվ դա պատմական փաստեր են եւ ակադեմիական փաստեր են, որոնք որևէ վիճարկման ենթակա չեն։ Ասենք առաջինը, երկրորդը, եթե անդրադառնանք այդ այցին եւ այդ աղմուկին, որը առաջացավ այդ կապակցությամբ, այսինքն ամբողջ լրատվությունը եւ պաշտոնական տեսակետը այն էր, որ փոխնախագահ Վենսը այցելել է այդ հուշարձանը մեր սրբությունը համարվող եւ հանդիսացող այդ սրբավայրը ինքը որպես մասնավոր այց, որտեղ եթե դա մասնավոր այց չէր, նրան անպայման պիտի ուղեկցեին մեր պետական պաշտոնյաները, որովհետեւ պետական պաշտոնյան մենք չտեսանք կադրերում, որը նույնպես հասկանալի է, միգուցե պետությունը վարելով արտաքին քաղաքականությունը չի ուզում լրացուցիչ կամ ավելորդ անգամ գրգռել մեր Թուրքիայի, այսպես ասած, նոր բարեկամներին։ Չի ուզում գրգռել, դրա համար որևէ պաշտոնյա չկար։ Այսինքն եթե որևէ պաշտոնյա չկար, դա մասնավոր այց է։ Դա փոխնախագահ Վենսի ներքին զգացմունքային, այսպես ասած, դրսևորումն է, միգուցե նրա պարտքն է։ Մարդը հարգել եկել է, միգուցե նրա պարտքն է իր ընտրողների նկատմամբ, որոնք հայ ազգի ընտրողները Միացյալ Նահանգների, դա իր սրտի մղումն է, այսինքն մասնավոր այց էր։ Եթե մասնավոր չէր,
Եթե պրոտոկոլային էր, որը ես վիճարկում եմ, դա պրոտոկոլային այս չէր կարող լինել, որովհետև չկար այնտեղ որևէ պետական պաշտոնյա։ Թանգարանի տնօրենը չի կարելի համարել նրան պետական պաշտոնյա, նա պետության կողմից սեփականություն հանդիսացող ակադեմիական ինստիտուտի ակադեմիական տնօրեն է, հա, որը կարող էր իր մասնավոր ակադեմիական, այսպես ասած, մղումից ելնելով ցանկացած բան նվիրել։ Կամ եթե դա պրոտոկոլային էր, պետք էր դա ակադեմիական ազատությունների հետ խնդիր չկա այստեղ, պարոն։ Չէ, ազատության հետ խնդիր չկա, որտեղ ազատությունը վերլուծությունների հետ է կապված, այսինքն դու գիրք հրատարակելու ազատություն պիտի ունենաս, դա որևէ մեկը չի արգելել, բարեբախտաբար մենք այդ դեռ մենք չենք հասել, հուսով եմ, որ չենք հասնի, երբևիցե այդտեղ չկա ազատության խնդիր, այդտեղ կա դրսևորման խնդիր, նորից եմ կրկնում, ակադեմիական դիվանագիտության հենց մաս կազմող էլեմենտ էր սա, որը պետությունը կարող էր օգտագործել, այսինքն կա ակադեմիական հանրություն, կա եկեղեցական հանրություն, տեսեք մենք այնքան ուժեղ ենք, այնքան մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, որ անգամ ունենալով ակադեմիական եւ եկեղեցական հանրության, միգուցե ուսանողական հանրության, սփյուռքի եւ այլն, այդ բոլոր մենք այնքան պատրաստ ենք, մենք ուրեմն քաղաքականապես այնքան դրան հասունացել ենք, այնքան անկեղծ ենք, այնքան ազնիվ ենք, որ գնում ենք խաղաղության, ունենալով այս հակադիր, այսպես ասած, տենդենսներ, այսինքն ասածս ինչ է, պետությունը ունենալով նման լայն սպեկտր դիվանագիտությունը ընդլայնելու եւ հարստացնելու իրավունք չունի ուղղակի նեղացնելու եւ միևնույնն է դա չի հաջողվելու ունենալ միասնական կարծիք ակադեմիական հանրությունում եկեղեցում դա հնարավոր չի պետության համար պետությունը ունի իր դիրքորոշումը ունի իր գիծը որը պիտի պաշտպանվի ընդամենը համաժողովրդական ընտրություններով արդյոք ժողովուրդը կպաշտպանի այդ գիծը թե ոչ բայց պետությունը ունի իր գիծը եւ ունի իր հարստությունը իդեմս ակադեմիական նորից եմ կրկնում այս բոլոր դիվանագիտական հնարավորությունների եւ կարծում եմ պետությունը պիտի օգտագործի ոչ թե սահմանափակի մենք այսօր տեսնում ենք սահմանափակման դրսևորումներ, որը իմ կողմից չի կարող ընդունվել եւ չի կարող ողջունվել հաջորդ կետը կապված է իհարկե Արցախի հանրապետություն բարակապակցության օգտագործման հետ դա այո եւ դրա այսպես ասած թույլատրելիության սահմանների հետ գիտես Դավիթ պետությունը կարող է որդեգրել այդ քաղաքականությունը որ եկեք դա այնուամենայնիվ չօգտագործենք ինչու որովհետեւ դա ներկայացվում է որպես նույնիսկ գրգռում է ադրբեջանական հասարակությանը ներկայացվում է որպես սեպարատիստական դրսևորում բայց մենք չենք կարող չընդունել դրա օբյեկտիվությունը հա որտեղ խոսքը գնում է մի քաղաքական պետական քաղաքական ձևավորման մասին որի հիմքում ինքնորոշման իրավունքն է հա որը դե ֆակտո եղել է դա մեր պատմությունն է այո դա մեր ողբերգական պատմությունն է բայց դա պատմությունն է որը ունի օբյեկտիվ հիմքեր որը մենք չենք կարող ուղղակի դնենք մի կողմ ասենք չի եղել կամ մենք սխալ ենք եղել մենք սխալ չենք եղել Ղարաբաղյան շարժումը մենք չենք շարունակում ոչ թե որովհետև Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել մենք չենք շարունակում որովհետև դրա ապագան չենք տեսնում, դրա զարգացումը չենք տեսնում։ Նախ որտեվ ինքը տապալվել է։ Եվ 20 թվականի պատերազմի արդյունքներում Ղարաբաղյան շարժումը տապալվել է։ Այո, կարելի է այդպես ասել, բայց տապալվել է մեր մեղքով, մեր սխալների, մեր բացթողումների մեղքով, ոչ թե որովհետև օբյեկտիվ չի։ Այո, իհարկե, որովհետև մենք չենք կարողացել այն հասցնել ավարտին։ Ի վիճակի չենք եղել, այն աշխատանքը վատ ենք կատարել, ոչ թե որովհետև մենք սխալ ենք եղել, այլ որովհետև մենք թերացել ենք։ Մենք պիտի ընդունենք, որ եղել է օբյեկտիվ իրականություն, այդ օբյեկտիվ իրականության մեջ եղել է Արցախի հանրապետություն, դա մեր պատմությունն է, այո, դա ողբերգական մեր պատմությունն է, որովհետև մենք կորցրել ենք այդ պետությունը, այնպես ինչպես մենք Կիլիկյան ենք կորցրել, մենք կորցրել ենք Արցախի հանրապետությունը, բայց մենք ունեցել ենք դա։ Այո, պետական այսօրվա մեր պետական ծառայողներին կարող է նման ուրեմն հրաման արձակվել, որ եկեք ուրեմն մենք այսուհետև դա չօգտագործենք։ Եվ կարծես թե պետական նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կայքերից այդ բառակապակցությունը հանված է։ Okay, դա կարելի է ընդունել։ Դա կարելի է ընդունել որպես պետական քաղաքականություն, առավել եւս եթե բռնված է խաղաղության ճանապարհը։
բայց դա չի կարող արգելք հանդիսանա ինձ կամ ձեզ, եւ ես ուզում եմ հայտարարել, որ նախաձեռնել եմ անպայման օգնելու եմ այդ գաղափարին, Գայանե Դավթյանը մեր լավագույն լրագրողներից մեկը մի ծրագիր է ներկայացրել Արցախի պատմամշակութային հայկական մեր ժառանգության ֆոտո ալբոմ թողարկելու, անպայման մասնակցելու եմ, օգտվելով առիթից, գիտես մեր այս քննարկումներից հատկապես լրատվական ռադիոյի YouTube-յան էջում, այնուհետև ինչ-որ կոմենտներ են մարդիկ կարծիքներ են, ֆիդբեքներ, դա, այդ թվում նաև ոչ արժանի, ոչ ձեր կայքին, ոչ մեր խոսակցությանը, այդ թվում, ես օգտվելով առիթից ուղղակի կոչ եմ անում միանալ այդ ծրագրին, ես շուտով կներկայացնեմ դա թվերով, լավ մի հաստ ալբոմ եմ ուզում, անպայման մասնակցելու ենք, Արցախի ալբոմ ենք թողարկելու, եւ ինչքան պետությունը ինքը սահմանափակվի, նորից գալիս է հասարակական դիվանագիտությունը, մենք դա պիտի հիշենք, որովհետեւ դա անպայման պետք է գալու, որովհետեւ դա մեր հարստությունն է, Արցախը, Արցախի պատմությունը, այդ թվում ողբերգական պատմությունը, այդ թվում մեր կորուստների պատմությունը, մեր հարստությունն է, որովհետեւ մենք դրանով իսկ պիտի եւ սնվենք եւ դասեր քաղենք ապագայի համար։ Մեկնաբանությունների վերաբերյալ ձեր թույլտվությամբ ավելացնեմ, սիրելի մարդիկ, ում զայրացնում է, ներվայնացնում է, ջղայնացնում է Դարբինյանի ժամը կամ ինչ-որ այլ հաղորդում, որը մեր հարթակում հեռարձակվում է։ Ուրախություն մեզ, սա ազատ երկիր է եւ համացանցը Հայաստանում ազատ է։ Եթե ձեզ դուր չի գալիս, եթե դուք չեք ուզում սովորել կամ եթե դուք համարում եք, որ սովորելու, լսելու, վերլուծելու ոչինչ չունեք մեր բովանդակությունից, առաջարկում եմ ձեզ ուղղակի չլսել ու չնայել։ Ինչի եմ էլի այս թեմային գալի, որտեվ ես տեսնում եմ, որ դա սիստեմատիկ է լինում, այսինքն նույն մարդիկ ամեն անգամ անում են նույն բանը։ Ընկերներ, եթե ձեզ դուր չի գալի, մի նայեք ուղղակի։ Կարիքը չկա ինքնախարազանումով, այսինքն նայել բոլոր հաղորդումները, բոլոր թողարկումները ու տակը ինչ-որ մի հատ մտքի գոհարգել։ Գիտես ինչ, Դավիթ ջան, քանի որ չեն կարողանում կողմնորոշվել, շատ պրիմիտիվ ձևով են նայում, հիմա ասում են չենք հասկանում Դարբինյանի, հիմա դու ում կողմից ես, բանի Նիկոլի կողմից ես, թե բանի Քոչարյանի կողմից ես, օրինակ, հների թե նորերի եւ այլ։ Դե մի քիչ էլ մտածեք։ Ոչ մեկի կողմից շարժել է։ Դե չի հասնի, այսինքն մարդիկ ովքեր այդ հարցը տալիս են, հաստատ չեն կարողանա անցնել ինչ որ ես ասում եմ, դա ավելի լավ է։ Թող չնայեն, թող ուրիշ բան նայեն։ Ուրեմն հաջորդ թեզը, որը կարևոր եմ համարում, որը նույնպես կիսատ է մնացել, դա անկախության հռչակագրի մասին հիշատակման այդ խնդիրն է, որ Սահմանադրությունից հանել չհանելու խնդիրն է, այսինքն Փաշինյանը միանշանակորեն ֆիքսեց, որ ինքը պնդելու է, որ հանվի այդ թեզը, մեծ հաշվով կարելի է ասել այո, դա որպես ժեստ, որպես քայլ, որ մենք ներկայացնում ենք թուրքերին, թե ադրբեջանցիներին, այո, որպես առհավատչա, որ մենք գնում ենք խաղաղության եւ պատրաստ ենք խաղաղության, բայց մենք դրա հետ միակտեղ պիտի ասվի, որ մենք չենք չեղարկում անկախության հռչակագիրը։ Տեխնիկապես էլ անհնարին չէ, դա պիտի ասվի, այո, մենք հիշատակումը հանում ենք, բայց մենք չենք չեղարկում եւ մենք արգելում ենք խոսել 4-րդ հանրապետության մասին։ Մեր հանրապետությունը, Հայաստանի հանրապետությունը, մեր նոր անկախ պետությունը ստեղծվել է 1991 թվականին։ Հռչակագիրը ստեղծվել է, այսինքն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Այս մեր տարեթվերը մենք իրավունք չունենք կորցնելու։ Մենք իրավունք չունենք ջնջելու ամեն ինչ եւ ասելու մենք նորից ենք սկսում եւ հիմա արդեն ոչ մի պահանջ չունենք, Արարատը մեր սարը չի, ուրեմն Ղարաբաղը մերը չի եղել եւ չկա, մենք սխալ ենք եղել, մենք հիմա 0-ից ենք սկսում, մենք 0-ից չենք սկսում, մենք ստեղծել ենք այնուամենայնիվ պետություն, որը մեր հպարտությունն է, մենք ունենք անձնագրեր, որը մեր հպարտությունն է եւ ես համոզված եմ, որ մեր ազգաբնակչության, մեր ժողովրդի մեծամասնությունը պատրաստ չէ մոռանալ կամ մերժել երրորդ հանրապետությունը եւ ինչ որ բան 0-ից սկսել։ 0-ից սկսել որը մեկը պատրաստ չէ։ Ուրեմն մենք պիտի ասենք, այո, մենք հանում ենք, կարող ենք հանել հիշատակումը Սահմանադրությունից, բայց մենք չենք կարող չեղարկել, օբյեկտիվորեն չենք կարող չեղարկել եւ մենք չենք կարող չեղարկել մեր պետության ստեղծման ամսաթվերը։ Սա նույնպես շատ կարեւոր եմ համարում։ Ինչն եմ համարում ընդունելի եւ ես կիսում եմ այդ գաղափարները, որոնք ներկայացվում են Փաշինյանի կողմից, կա 3 գաղափար առանձնացրել եմ գոնե։
Առաջինը, որ Փաշինյանն ասում է, որ ցանկանում է կամ անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում չլինեն նախկինները եւ օլիգարխները։ Լրիվ ողջունում եմ այդ միտքը, որովհետեւ ոչ նախկինները, ոչ օլիգարխները որևէ լավ բան չեն բերելու մեր երկրին, ապագայի հետ կապված։ Բայց ես կարծում եմ, որ հնարավոր չի լինելու նրանց մուտքը արգելել, եթե չի գործադրվելու հակաօրինական կամ ուժային ինչ-որ մեթոդներ, ցավոք սրտի քաղաքական համակարգային աշճանի հետ տապալված 35 տարիների ընթացքում, որ մենք ունենք այնինչ ունենք։ Խամաճիկներով լցված քաղաքական դաշտ է եղել այդ տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում եւ իսկական կլասիկ, այսպես ասած Մարուքյանին հիշեցի Էդմոնին, կլասիկ քաղաքական գործիչներին ուղղակի հալածել են եւ այնպիսի գործիչներ, ինչպիսի են օրինակ նույն Հայրիկյանը, կարելի է ընդունել, կարելի է չընդունել, Ազատ Արշակյանն, այսինքն մարդիկ են, որոնք իսկապես կլասիկ իրենց կյանքն են դրել գաղափարի համար։ Բռնադատվել են իրենց կյանքից տասնամյակների մասին։ Բայց այդ մարդկանց ուղղակի նստել են 10 տարի։ Մարդկանց վտարել են քաղաքական դաշտից, հասկանում ես։ Եվ նման կարելի է տասնյակ ազգանուններ ու անուններ բերել։ Դրանց փոխարեն խամաճիկներ են մտել դաշտ, հասկանում ես, բերվել, ոչ թե մտել, բերվել են դաշտ, որոնք ուղղակի կամակատարներ են եղել այս կամ այն իշխանության։ Ես ցավում եմ, որ մեր համակարգը այսօր այնպիսին չէ, որ մենք կարողանանք համոզված լինել, որ օլիգարխներ կամ նախկիններ չեն լինելու խորհրդարանում, ցավոք սրտի լինելու են, բայց միտքը, գաղափարը ես ընդունում եմ եւ նույնպես կարծում եմ, որ պետք է նոր քաղաքական համակարգ ձևավորել, նոր մարդկանց բերել քաղաքական դաշտ եւ միգուցե այդտեղ պետք է սկսել հենց զրոյից։ Իմիջիալոց զրոյից սկսած մի քանի քաղաքական ուժեր կան, որոնց նույնպես պետք է պաշտպանել նրանց, որտեղ ընդդիմափոխությունը շատ կարևոր է երկրում։ Ավելի քան իշխանափոխություն։ Գաղափարական ընդդիմություն ունենալը այս երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է, որը մենք չունենք այսօր ցավոք սրտի, եւ եթե ապագա խորհրդարանում մենք կարողանանք ունենալ այդպիսի գաղափարական ընդդիմություն, ես կլինեմ շատ ուրախ։ Հաջորդ թեզը, որը ես կիսում եմ, դա տրիպի ճանապարհի կարևորությունն է եւ այդ ճանապարհի որպես երաշխավոր հանդիսանալը մեր ապագա զարգացումների։ Բայց այստեղ մենք ունենք շատ դաժան իրականություն։ Այսօրվա Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Փառք Աստծո, որ այդ տրիպը պատրաստ չէր, որովհետև լեգիտիմ թիրախ էր հանդիսանալու Իրանի համար։ Մենք տեսնում ենք, որ Իրանը այսօր արդեն չի կանգնում որևէ բանի առջև, ռմբակոծում է տարածքում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատները, ամերիկյան խոշոր ընկերությունների գրասենյակները, նրանց նավթաբազաները եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք, որ Իրանը անգամ հայտարարում է, որ մենք չենք կանգնելու ոչ մի բանի առջև եւ ցանկացած ամերիկյան կապիտալով ստեղծված ընկերություն, տարածք, ուրեմն եւ շենք, շինություն, հարստություն մեր օրինական թիրախն է հանդիսանալու, նշանակետն է հանդիսանալու եւ մենք խփելու ենք։ Այսինքն օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ տրիպը հնարավոր չի լինի իրագործել մինչև ամերիկա-իրանյան խնդիրը չլուծվի։ Ավելի շուտ չի լուծվի, Բաղդադյան, ոնց է կարծում։ Մոտ չի այդ օրը ավարտի։ Այսինքն 2 շաբաթ, 3 շաբաթ, 4 շաբաթ։ Դե, բայց ինչ է նշանակում ավարտը, ես չեմ պատկերացնում։ Կախված է թե ոնց կավարտվի, չէ, դե Միացյալ Նահանգները չեն կարող կանգնել կես ճանապարհին, որովհետև այսօր կանգնելը նրանց համար պարտություն է, իսկ հաշվի առնելով նախագահ Թրամփի սևեռվածությունը իր սեփական անձի եւ հեղինակության վրա, ես կարծում եմ, որ այսօր կանգնեցնել ուղղակի հնարավոր չէ, բայց մենք տեսնում ենք, որ այս պատերազմը բերեց նաև պառակտման արևմտյան ուժերի, որովհետև ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների միջև մենք տեսնում ենք այսօր լուրջ պառակտում, ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ չեն միանալու։ Թրամփը նրանց կոչ է անում, ասում է եկեք միացեք, այդ Հորմուզի նեղուցը փորձենք միասին ուրեմն բացել եւ ապահովել, բան, նրանք ասում են եղբայր, պատերազմը սկսել ես, մենք ինչ կապ ունենք եւ հրաժարվում են, գերմանացիները հրաժարվեցին, ես վերջերս նույնպես բոլորն
Բոլորն են հրաժարվել, ճապոնացիները կարծեմ հրաժարվեցին անգամ, եթե իրենք են, որովհետև եթե դուք այս բանը ստեղծել եք, այս բորշը եփել եք կոպիտ ասած, ուրեմն դուք էլ տակից դուրս եկեք։ Եվ սա կարող է բերել ՆԱՏՕ-ի մեջ արդեն պառակտման, որովհետև Թրամփը հայտարարեց դրա մասին, որ տեսեք, ես ասում եի, որ այնտեղ, որտեղ կա եվրոպական շահերը, մենք իրենց կողքին ենք, այնտեղ, որտեղ կա ամերիկյան շահերը, Եվրոպան մեր կողքին չէ, այսինքն սա լուրջ հարված է ՆԱՏՕ-ի հեղինակությանը եւ ՆԱՏՕ-ի հետագա ապագային, այսպես ասած։ Բայց այնուամենայնիվ TRIP-ը որպես ծրագիր եւ որպես հնարավորություն ես ասել եմ արդեն դրա մասին, համարել եւ համարում եմ մեր արտաքին քաղաքականության միգուցե եզակի հաջողություններից, ինչու որովհետեւ ադրբեջանական նկարտումները այդ տարածքի նկատմամբ հստակ են, շատ հստակ, եւ գիտես Դավիթ վերջերս բերվեց նաև նոր փաստարկ, որը մինչև այժմ չէր բերվել, բայց հիմա արդեն հանվեց եւ դրվեց արդեն սեղանին հետեւյալ փաստարկը, որ եթե մենք այսինքն մենք եւ Ադրբեջանը որոշել ենք, որ սահմանները մենք դիտարկում եւ ընդունում ենք, ճանաչում ենք երկուստեք 1991 թվականի վիճակով, ապա 91 թվականի սովետական միության փլուզման պահին Մեղրի այդ հատվածը որպես երկաթգիծ է եղել է ադրբեջանական երկաթգծի բալանսում, նրանց հաշվեկշռում է եղել այդ երկաթգիծը, այսինքն եթե իրենք են ասում, արդեն դրել են սեղանին այդ փաստարկը, եթե 91 թվականով բայց ինչի՞ է տենց եղել, այդպես է եղել, հիմա ինչ են Ղարաբաղը տվել իրենց, ինչ են Նախիջևանը տվել իրենց, այսինքն բաժանիր որ տիրես, այդ դրա համար է եղել այդպես, հիմա դա եղել է իրենց բալանսում, իրենց հաշվեկշռում է, իրենց երկաթգծի պետական հիմնարկի բալանսում։ Այսինքն սպասարկումն իրանք են այո, դա եղել է իրենց հաշվեկշռում։ Իսկ ինչ է նշանակում, այսինքն սովետական միությունը փլուզվեց, կար պետական ձեռնարկություն, որի հաշվեկշռում եղել է երկաթգիծ, պետական ձեռնարկությունը դրա բոլոր սեփականությունը անցավ պետությանը, այսինքն պետությունը հավակնում է այդ երկաթգծին, եթե 91 թվականի խոսույթով ենք առաջնորդում, այսինքն այս փաստարկը նույնպես դրվեց սեղանին։ Հիմա է դրվում, անգամ TRIP-ի ստորագրումից հետո է դրվում այս փաստարկը։ Սա վտանգավոր փաստարկ է եւ այդ իմաստով իհարկե TRIP-ի համաձայնագիրը մեզ համար փրկություն էր գոնե այդ հերթական էքսպանսիայից, որի պատմական եւ գոնե փաստաթղթային հիմքերը Ադրբեջանը ուզում է ներկայացնել, անգամ հիմա է ուզում ներկայացնել։ Այո, բայց պիտի նաև ընդունենք իրականությունը, որ TRIP-ը փաստորեն հնարավոր չէ իրագործել, մինչև Ամերիկա-Իրանյան հարաբերությունների կարգավորումը տեղ չհասնի։ Իսկ թե ինչպես է կարգավորվելու, ես դժվար եմ պատկերացնում, որովհետև կարծես թե այն հույսերը, ամերիկյան եւ իսրայելյան հույսերը, որ Իրանը կարող է փլուզվել համակարգը մոլաների իշխանության համակարգը, կրոնական իշխանության համակարգը կարող է փլուզվել, չի արդարանում բացարձակապես, որ այնտեղ կա բազմամիլիոնանոց հասարակություն, որը դեմոկրատական ազատությունների է ձգտում եւ այլն, միգուցե այդպես է, որ կա այնտեղ հասարակություն, բայց առաջնահերթ է այդ հասարակության համար իրենց պետական արժանապատվությունը, պետության արժանապատվությունը, հասկանում ես, նրանք պետությունը պիտի պահպանեն սկզբից, հետո նոր արդեն ներսում հասկանան ով բարեկամն է եւ ինչպես են առաջ շարժվելու, իսկ դա կարծում եմ, որ դեռևս մեծ հարցականի տակ է։ Հաջորդ թեզը միգուցե, որ ես առանձնացրել եմ միգուցե վերջինը, հետո կմտածենք միգուցե լինեն այլ թեզեր, որոնց դեմ մենք կամ կպայքարենք կամ հակառակը կհամաձայնվենք, բայց Փաշինյանը Ստրասբուրգում շատ կարևոր միտք արտահայտեց, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա միասնական է Վրաստանի հետ միասին, այսինքն սա շատ կարևոր միտք էր, որը առաջին անգամ արտահայտվեց, համոզված եմ, որ դա արտահայտվեց Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ, ենթադրում եմ, անգամ համոզված եմ, որ Փաշինյանի վերջին այցը Վրաստան այդ այցի ընթացքում հաստատ համաձայնեցվել է այդ դիրքորոշումը, որովհետև նման բան ընդունված չէ, երբ պետության երկրի ղեկավարը միջազգային ատյաններում այլ երկրի շահերից բխով կամ շահերին հակառակ ինչ-որ բան է ասում, դա հաստատ համաձայնեցված է եղել Վրաստանի ղեկավարության հետ, եւ սա նաեւ զրոյացնում է այն փաստարկները, որ բերվում են հաճախ ասելով, որ Վրաստանը կարծես թե շեղվել է եվրոպական ուղուց, անցել է նորից ռուսական ուրեմն ազդեցության տակ,
Դա այդպես չէ, Փաշինյանի փաստագրումը եւ նրա այդ թեզը, որը արծարծվեց, առաջին անգամ ներկայացվեց Ստրասբուրգում, որ մեր եւ վրացիների, մեր եւ Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա միասնական ճանապարհ է, սա շատ կարեւոր արձանագրում էր, որովհետեւ մենք պիտի չմտնենք Եվրոպա վրացիների հաշվին եւ նրանց փոխարեն մենք չպիտի ակտիվացնենք հարաբերությունները Եվրոպայի հետ ի վնաս Վրաստանի, մենք պիտի փորձենք միասնական կերպով առավել եւս որ ցամաքային միակ ճանապարհը դեպի Եվրոպա դե միակ, այսինքն Թուրքիայով մենք կարող ենք մտնել իմիջիայլոց, եթե մենք հանում ենք հիշատակումը մեր սահմանադրությունից անկախության հռչակագրի դրա դիմաց գոնե Թուրքիայից մի բան ուզենք, ասենք օրինակ ուզենք դեպի Տրաբզոն նավահանգիստ մեր չասեմ անխոչնդոտ, բայց ասեմ ոչ դիսկրիմինացիոն ճանապարհ, հասկանում ես։ Մի քանի կոնվենցիաներով մեզ դա հասնում է։ Ոչ դիսկրիմինացիոն, այո, մենք հանում ենք սահմանադրությունից, մենք կարող ենք համոզել, ես էլ կմիանամ իշխանություններին, կհամոզեմ ժողովրդին, բայց իհարկե եթե նախագահական համակարգ լինի այդ նոր սահմանադրությունը, որտեղ դա ինձ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիր է, որտեղ երկիրը չի կարող զարգանալ նման անառողջ, վատառողջ հիվանդ քաղաքական համակարգի բարագայում։ Եվ ուրեմն վերջի թեզը, որը մենք կպաշտպանենք, դա հենց վրացիների հետ միասնական մեր ճանապարհն է դեպի Եվրոպա եւ Փառք Աստծո, որ վերջապես մենք դա արձանագրեցինք, դա արվեց միջազգային հարթակում եւ արվեց վրացիների հետ համաձայնությամբ, որի վերաբերյալ ես համոզված եմ, որ այդ համաձայնությունը կա, իսկ եթե նման ընկալում լինի արդեն եվրոպացիների մոտ եւ աշխարհի մոտ, դա ջարդում է նաեւ այս հարավային Կովկաս բան, այս հասկացությունն է ջարդում, որը մեզ նույնպես շատ հարկավոր է, որտեղ մենք այնուամենայնիվ առանձնահատուկ ենք, յուրահատուկ ենք։ Այո, մենք ունենք վրացիների հետ դեպի Եվրոպա ճանապարհ, բայց մենք ունենք մեր առանձնահատկությունը նաեւ Մերձավոր Արևելքում, իմիջիայլոց հաշվի առնելով այսօրվա պատերազմական վիճակը, մենք տեսնում ենք, որ մեր եղբայրական Լիբանանին նույնպես հարվածներ են հասցվում։ Լիբանանը եւս տես անցյալ անգամ ես Կիպրոսի մասին ասացի, որ մեր լավագույն բարեկամն է երևի, ասենք, աշխարհի երկրներից, բայց Լիբանանը ոչ պակաս բարեկամ երկիր է մեզ համար միշտ եղել եւ հուսամ կմնա։ Իսկ Լիբանանի նկատմամբ Իսրայելի հարվածները այնտեղ շատ լուրջ ավերվածություններ են բերել այսօր եւ ես կհորդորեի Հայաստանի կառավարությանը հումանիտար օգնության վերաբերյալ առաջարկություն անել Լիբանանի կառավարությանը, մենք պարտավոր ենք մեր լիբանանյան եղբայրներին սատար կանգնել եւ գոնե նրանց օգնել, օգտակար լինել նրանց ինչ որ ապրանքներով, ինչ որ մեր վերաբերմունքով գոնե առաջարկենք։ Ես չեմ լսել այդ առաջարկը, ցավում եմ դրա համար։ Ադրբեջանը առաջարկ արեց եւ կարծես իր յուղ ու բրինձ ուղարկեց Իրան, հիմա մենք Իրանի վերաբերյալ նույնպես դրա մասին խոսել ենք, բայց կա նաև Լիբանանը։ Լիբանանը մեզ եղբայրական պետություն եւ ժողովուրդ է եղել եւ չմոռանանք, որ այնտեղ կա նաև շատ լուրջ հայ համայնք, որի Բուրջամուդում այդ տարածքում մեր բնակության տարածքում հայերի նույնպես կարծես թե հարվածներ են հասցվել, ռմբահարվել են։ Մենք կարծում եմ պարտավոր ենք հումանիտար օգնություն ցուցաբերել լիբանանյան մեր եղբայրական ժողովրդին եւ պետությանը։ Շնորհակալ եմ, պարոն Դարբինյան։ Այսօրվա Դարբինյանի ժամը մի փոքր ավելի երկար էր, քան սովորաբար լինում է, բայց ես վստահ եմ, որ դուք չեք ձանձրացել։ Մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը եւ ներկայացնենք ձեզ իրադարձությունները հայկական տեսանկյունից։ Այսքանն այսօր, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։